Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ոչ միայն գիտելիքն է կարևոր, որ ատեստացիայի միջոցով կարող ենք հավելյալ վարձատրություն ստանալ, այլ կարևոր է նաև հանրային հարաբերություններում, մարդկանց հետ հարաբերություններում, այն կուլտուրան, որը մենք ակնկալում ենք։ Այստեղ կարծում եմ եւ կան շատ բարեխիղճ ծառայողներ, որոնք իսկապես այդ հարաբերություններում շատ բարձր մասնագիտական որակներ ունեն եւ կա նաեւ ցավոք սրտի հակառակը։ Այս իմաստով ես կուզենայի հասկանալ այս ատեստացիայից առաջ եւ բուն արդեն արդյունավետությունը հաշվարկելուց առաջ արդյոք համապատասխան աշխատանքներ կատարվում են մասնավորապես համայնքներում։ Ասենք ոստիկանության բարձրաստիճան սպաները համայնքներում հանդիպեն քաղաքացիներին ամիսը մեկ կամ ինչ պարբերականությամբ որ նախարարություն կորոշի եւ բացատրական աշխատանքներ եւ նոր օրենքների փոխանցումը հանրությանը եւ այս կոնտակտը որ լինի դա կփոխի նաեւ մարդկանց հետ հարաբերությունները այն մակարդակը որ մենք ակնկալում ենք։ Կա նման ծրագիր նման նպատակ ձեր աշխատանքում գնահատելուց առաջ շնորհակալություն։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ, պարոն Բագրատյան, որ համայնքի հետ կապը չափազանց կարևոր է եւ հանրային վստահությունը նաև համայնքի հետ կապի արդյունքում է ձևավորվում։ Մենք ունենք իրավիճակներ, երբ որ ոստիկանները մասնակցում են նաև համայնքի ավագանու նիստերին, որպեսզի կարողանան նաև համայնքից եկող խնդիրների քննարկմանը տեղում մասնակցել եւ նաև համայնքի ավագանու նիստ բերել այն հարցերը, որոնք որ կարևոր նշանակություն ունեն եւ խողովակը հանդիսացել է ոստիկանությունը փոխանցման։ Պարբերաբար տեղերում շրջայցներ կազմակերպվում են, որպեսզի բնակիչների հետ հանդիպումներ լինեն, հատկապես համայնքային ոստիկանության մակարդակով։ Բավարար է թե ոչ, ես դեռ բավարար չեմ գնահատում մեր աշխատանքը, որովհետև դեռ համայնքային ոստիկանության բեռնաթափման փուլում են գտնվում, այսինքն ոչ իդենտիկ գործառույթները պիտի ավելի ինտենսիվ դուրս բերենք համայնքային ոստիկանության աշխատանքից, որպեսզի նրանք ավելի մեծ դաշտ ունենան համայնքի հետ աշխատանքի համար, օպերատիվ տեսադաշտի տեսանկյունից, հանրային հաղորդակցության տեսանկյունից եւ այսպես շարունակ։ Այսինքն ունենք մեր դիտակետում հարցը որպես կարևորագույն խնդիր եւ շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանք։ Շնորհակալ եմ, որ կարևորում եք այդ աշխատանքը։ Նաև երկրորդ հարցը կարելի ասել, այդ աշխատանքը շարունակական է։ Մենք անընդհատ պիտի կատարելագործենք, բոլորս հասկանում ենք եւ ասենք կա այն հոգեբանական պահը, որ հատկապես ոչ բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիների մոտ վախը ոստիկանությունից որպես բռնող մարմին, այլ որ փոխի այդ կարծրատիպը եւ որպես օգնող մարմին, այլևս իրեն որպես պաշտպան հանդես գալու այս հոգեբանական խնդիրը մենք կարող ենք դպրոցներում այդ աշխատանքը սկսել, պատրաստել հասարակությանը, որ ոստիկանության աշխատակիցները ձեր ընկերներն են, ձեր գործընկերներն են։ Այո։ Եվ այդ գաղափարը, որպեսզի հենց սերնդի հետ, աճող սերնդի հետ նաև գաղափարն աճի եւ դառնա իսկապես այն հանրային ընկալումը, որ մենք իսկապես կցանկանայինք տեսնել։ Կա նման աշխատանք, ծրագրում ենք նման աշխատանք, նախարարություն ունի նման պրակտիկա եւ փորձ կամ շարունակելու կամ նախաձեռնելու պատրաստակամություն։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, իրականում կրկին հերթական կարևոր հարցին եք անդրադառնում, որովհետև ոստիկանության ոլորտի բարեփոխումների մեջ հենց այս կոմպոնենտը կա որպես կարևոր բաղադրիչ մտածողության փոփոխության, որովհետև ոստիկանն ի վերջո եթե անձը որևէ վատ արարք չի արել, տրամաբանորեն միայն օժանդակող օգնող է հանրության համար, այսինքն բալանսավորված պիտի լինի մոտեցումը, եւ մենք ավելի ինտենսիվացրել ենք դպրոցական հաստատություններ, դպրոցներ նկատի ունեմ այցելությունները, թե պարեկներն են այցելում եւ թե նաեւ համայնքային ոստիկանները, ընդ որում տարբեր թեմաներից է ընդհանուր առմամբ քննարկումը լինում, հանդիպումներ են կազմակերպում նաեւ ծնողական համայնքի հետ, ուսուցչական համայնքի հետ, որովհետեւ հատկապես օրինակ տարբեր հանցագործության դրսևորումների մասով կարիք կա հենց մեծահասակներին կոմունիկացնելու թեման, որ անչափահասների վարքագծին շատ ավելի ուշադիր լինեն, աչալուջ լինեն եւ ցանկացած շեղում կարողանան նկատել այս առումով։ Կոնցեպտը ունենք, կրկին ժամանակային առումով ավելի շատ ժամանակ հատկացնելու հարց ունենք այս պայծրությամբ մեր առջև դրված, բայց հետեւողականորեն գնալու ենք ավելի շատ այս կոմպոնենտի վրա ուշադրություն դարձնելու, որովհետեւ այսօրվա անչափահասները առաջիկա տարիների կտրվածքով ձևավորելու են հանրային անվտանգության պատկերը հանրապետությունում, հետեւաբար շեշտը պիտի դնենք իրենց հետ աշխատանքի վրա։